Հայ դատախազները եւ նրանց նիդերլանդցի գործընկերները քննարկում են երկու երկրներում գենդերային բռնությունների դեմ պայքարի իրավական կարգավորումներն ու մոտեցումները, ներկայացնում են խնդրի լուծման ուղղությամբ ունեցած հաջողությունները։ Երկու կողմերն էլ փաստում են, որ գենդերային բռնություններին առնչվող օրենսդրության զարգացումը մեծացնում է պայքարի արդյունավետությունը։ Դա կատարվում է հատկապես ոլորտի բոլոր պետական մարմինների համակարգված, համագործակցված աշխատանքի արդյունքում, նաև այն բանի արդյունքում, որ պետական մարմինները նաև ականջալուր են լինում հասարակության, քաղաքացիական ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրներին։ Այսինքն այն, որ կա խնդիրը ճանաչում ենք, դա արդեն իսկ ճանապարհ է, որպեսզի այդ խնդիրները առավել արդյունավետ լուծենք։ Ցավոք, հատկապես կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է լրջագույն խնդիր մնալ Նիդերլանդներում եւս, ուստի մեզ համար կարևոր է ձեզ հետ խոսել այն խնդիրների մասին, որոնք կան մեր երկրում։ Պետք է նշեմ, որ դրական արդյունքներ էլ կան, որոնց մասին կարող ենք բարձրաձայնել։ Մենք Նիդերլանդներում կարողացանք խնդիրը դարձնել տեսանելի եւ քննարկելի։ Շուրջ 30 տարի առաջ մեզ մոտ այս առումով ամեն բան շատ ավելի բարդ էր։ Բաց սահմաններ խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ինստիտուտի կողմից իրականացվող Գենդերային արդարադատության ակադեմիայի շրջանակում իրականացվող երկկողմ քննարկման ընթացքում շեշտվում է հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարի իրավական մեխանիզմների եւ առկա փորձի փոխանակումը։ Ինչու ենք նշում գենդերային բռնություն, որովհետև չնայած որ մեծամասնության բռնությունը իրականացվում է կանանց եւ աղջիկների նկատմամբ, բայց այնուամենայնիվ ունենք նաեւ դեպքեր, երբ բռնություն է իրականացվում տղամարդկանց եւ տղաների նկատմամբ։ Դատախազները մասնակցում են փորձի փոխանակման լավագույն պրակտիկայի կիրառման համար, որպեսզի ապագայում ավելի զոհակենտրոն մոտեցում ցուցաբերվի, ընտանեկան բռնության զոհերը ավելի պաշտպանված լինեն, ավելի վստահեն օրենքի մարդկանց եւ դիմեն համապատասխան մարմինների։ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության հետ մեր համագործակցության փորձը վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր հանդիպում ավարտվում է նոր նախաձեռնությունների մեկնարկով։ Արդիական թեմաներով դատախազների շարունակական վերապատրաստումը դատախազության առաջնահերթ ուղղություններից է։ Գլխավոր դատախազի եւ դեսպանի ու դեսպանության ներկայացուցիչների հանդիպումները կրում են պարբերական բնույթ, ինչի արդյունքում նախորդ 2 տարիների ընթացքում դեսպանության աջակցությամբ կազմակերպվել են առնվազն 2 նախադեպը չունեցող ծրագրեր, որոնց ընթացքում Հայաստանի դատախազների հաղորդակցության կարողությունների եւ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների ծրագրի շրջանակներում 23-24 թվականների ընթացքում դատախազության բոլոր դատախազներն անցել են վերապատրաստման ծրագրեր։ Ընտանեկան բռնության տեսակներն ու դրանց հետևանքները նույնն են ամբողջ աշխարհում, տարբեր են դեպքերի քննության եւ քրեական հետապնդման մեխանիզմները։ Գենդերային արդարադատության ակադեմիան վարող տեղական եւ միջազգային փորձագետները ներկայացնում են իրենց երկրներում ընտանեկան բռնությունների դեմ պայքարի իրավական կառուցակարգերը։ Խնդիրները նույնն են, բայց կարևոր է հասկանալ, թե մենք ինչ սահմաններ ունենք։ Որպես դատախազներ մենք թերևս կարող ենք ֆիզիկապես օգնել բռնության զոհերին, բայց հոգեբանական աջակցության մեթոդների ոլորտը դեռ այդքան զարգացած չէ եւ դրա ուղղությամբ եւս պետք է աշխատանքներ տանել։ Դուք հարցնում եք ինչ կարող ենք ձեզանից սովորել։ Դեռևս 12-րդ դարում, ինչը շատ վաղ ժամանակ էր օրենքի եւ օրենսդրության զարգացման տեսանկյունից, հայերն ունեին մեծ մտածող Մխիթար Գոշին, ում հեղինակած իրավական ակտերից շատերը ժամանակակից օրենքի հիմքն են։ Միշտ չէ, որ մարդիկ գիտեն, թե որտեղ են ժամանակակից իրավունքի արմատները, եւ այս առումով մենք շատ բան ունենք սովորելու իր ժամանակների համար բավականին առաջադեմ այդ մտածողից։ Ակադեմիայի ընթացքում փորձագետները խոսում են նաև տուժողի եւ բռնարարի հարցաքննությունները ճիշտ եւ նրբանկատորեն կազմակերպելու մասին, բացառելու համար կրկնակի հոգեկան ապրումներն ու սթրեսները։ Գենդերային արդարադատության ակադեմիան իրականացվում է Նիդերլանդների կառավարության ֆինանսավորմամբ։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։